Համասը մեկնաբանել է տեղեկությունը, որ շարժումը դեռևս չի կարող Իսրայելին փոխանցել հոկտեմբերի 7-ին գերեվարված պատանդների բոլոր աճյունները։ Ավելի վաղ Համասը հայտնել էր, որ գործընթացը ձգձգվում է, քանի որ բարդ է կարճ ժամանակահատվածում գտնել բոլոր մնացորդները։ Այժմ պաղեստինյան շարժումը պնդում է, որ նման իրավիճակ է ստեղծվել Իսրայելի կառավարության պատճառով։ Մարմինների մի մասը թաղված է Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով ավերված թունելների եւ շենքերի փլատակներում։ Նրանց փոխանցումն ուշանում է, քանի որ Իսրայելը թույլ չի տալիս Գազա փրկարարական սարքավորումներ տեղափոխել, ասված է շարժման հայտարարության մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, եթե Համասը չվերադարձնի գերիների մարմինները եւ խախտի Գազայում հրադադարի համաձայնությունը, ինքը թույլ կտա Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին վերսկսել ռազմական գործողությունները։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ բերման է ենթարկվել հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահի նստավայրը գրոհելու համար կասկածվող ևս 16 քաղաքացի։ Փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի խոսքով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 62 անձ։ Հաղորդվում է, որ բողոքի ակցիայի ընթացքում վիրավորվել է 35 ոստիկան։ Հոկտեմբերի 4-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ տեղական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցները վնասել են նախագահական նստավայրի ցանկապատը եւ փորձել ներխուժել տարածք։ Իրավապահները ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ էին կիրառել։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն տեղի ունեցածը որակել է Մայդանի անհաջող փորձ եւ մեղադրել արտաքին ուժերին։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը հայտնել է, որ Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ։ Ալի Լարիջանիի խոսքով Վլադիմիր Պուտինին է փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ուղերձը։ Պուտինը եւ Լարիջանին քննարկել են տնտեսական երկկողմ գործակցությունը, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցեր։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին։ Մինչեւ այդ Լարիջանին եւ Պուտինը հանդիպել էին հուլիսին Ռուսաստանում։ Կրեմլի խոսնակը հայտնել էր, որ կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքը եւ իրանական միջուկային ծրագիրը։ Դմիտրի Պեսկովի խոսքով Մոսկվան կարևորել է տարածաշրջանում կայունության եւ միջուկային ծրագրին վերաբերող խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։ Պերուում շարունակվող ցույցերի ֆոնին կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել Լիմայի շրջանում, տեղեկացրել է վարչապետ Էրնեստո Ալվարեսը։ Չի բացառվում պարետային ժամ սահմանելու հնարավորությունը։ Հոկտեմբերի 15-ին Լիմայում հակակառավարական ցույցեր են սկսվել, ցուցարարների եւ ոստիկանների միջև բախումներ են եղել, իրավապահները արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել։ Ակցիայի մասնակիցները պահանջում են նախագահի եւ կոնգրեսի անդամների հրաժարականը։ Նրանց համոզմամբ գործադիր եւ օրենսդիր մարմինները ներգրավված են կոռուպցիոն հանցագործությունների եւ ցանկանում են վերահսկողություն հաստատել դատական եւ այլ մարմինների նկատմամբ։ Բողոքի ակցիաների ընթացքում 1 մարդ է զոհվել, վիրավորվել է 102 քաղաքացի, այդ թվում 78 ոստիկան։ Դիանա Գասպարյան, լուրեր։